Եվրամիության երկրների ղեկավարները դժգոհում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իրենց անտեղյակության մեջ է պահել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Այս մասին հուղում անելով ԵՄ բարձրաստիճան աղբյուրներին հայտնում է ամերիկյան Washington Post թերթը։ Թրամփի մոտեցման պատճառով եվրոպացի առաջնորդները մշտապես անտեղյակության մեջ են մնացել, հենվելով վերջին իրադարձությունների մասին արտահոսքերի եւ նորությունների վրա, հայտնում է պարբերականը։ Ինչպես հայտնել է ԵՄ անվտանգության ոլորտում հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան եւ ՆԱՏՕ-ի քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջուզեպպե Սպատաֆորան, այդ կարծիքը գնալով ավելի տարածված է դառնում եվրոպական առաջնորդների շրջանում։ Փորձագետի խոսքով եվրոպացիները պետք է հարմարվեն նոր իրականությանը։ Ռուսաստանը Հնդկաստանի հետ ընդհանուր նպատակ է հետապնդում կայուն եւ արդար բազմաբևեռ աշխարհ կառուցելու համար, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքը մեջբերում է լենտան։ Ռուսաստանն ու Հնդկաստանը վարում են անկախ եւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ընդգծել է նա, ամփոփելով ռուս-հնդկական բանակցությունների արդյունքները Նյու Դելիում։ Ղեկավարի խոսքով Ռուսաստանը եւ նրա համախոհները BRICS-ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից եւ համաշխարհային մեծամասնության այլ պետություններից առաջ են մղում ավելի արդար եւ ժողովրդավարական բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացները։ ԱՄՆ-ի հիմնական շահը Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումն է, այս մասին ամերիկյան վարչակազմը հայտարարել է 2026 թվականի ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Միացյալ Նահանգների կարևորագույն շահն Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտապույտ դադարեցումն է, ինչը թույլ կտա կայունացնել եվրոպական երկրների տնտեսությունները, կանխել պատերազմի ակամա էսկալացիան կամ ընդլայնումը, վերականգնել ռազմավարական կայունությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, ասվում է ռազմավարության մեջ։ Փաստաթղթում հստակեցվում է, որ Ուկրաինայի հակամարտության արդյունքում Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ զգալիորեն թուլացել են եւ շատ եվրոպացիներ Ռուսաստանը դիտարկում են որպես էքզիստենցիալ սպառնալիք։ Եվրոպացի առաջնորդները մտահոգված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու շահագրգռվածությամբ, հայտնում է Washington Post-ը, ինչպես նաև նախագահի եվրոպական անվտանգությունն ապահովելու հարցում անորոշ դիրքորոշմամբ, նշվում է հրատարակության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ բազմաթիվ հակամարտություններ, այդ թվում Աֆղանստան եւ Իրաք զորքեր ուղարկելիս Միացյալ Նահանգներին աջակցելուց հետո որոշ եվրոպական երկրներ խորապես վիրավորված են Թրամփի կողմից իրենց առաջնահերթությունների նկատմամբ սահմանափակ ուշադրությունից։ Ավելին Մոսկվայի հետ բանակցություններում ամերիկացի առաջնորդի գործողությունները դիպչում են նյարդին եվրոպացիների շրջանում, ովքեր վախենում են, որ Վաշինգտոնը չի կիսում Ռուսաստանի վերջնական մտադրությունների վերաբերյալ նրանց խիստ գնահատականը։ Մեծ յոթնյակը եւ Եվրամիությունը քննարկում են ռուսական նավթի գների վերահսկողությունից հրաժարվելու հարցը, հաղորդում է Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Մեծ յոթնյակը եւ Եվրամիությունը բանակցություններ են վարում ռուսական նավթի գների սահմանափակումների վերացման շուրջ, ասվում է հայտարարության մեջ։ Ռուսական էներգետիկ ընկերությունները ենթարկվում են իրենց արտահանման հոսքերի լայնածավալ վերակողմնորոշման։ Տնտեսական եւ աշխարհաքաղաքական միտումները ձևավորվում են այնպես, որ ասիական վեկտորն այժմ որոշում է ռուսական նավթագազային արդյունաբերության երկարաժամկետ հեռանկարները, կարծում են փորձագետները։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև նոր գագաթնաժողով հնարավոր է, սակայն Մոսկվան դեռևս համապատասխան ազդանշաններ չի ստացել Վաշինգտոնից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հիշեցրել է, որ Անկորիջում նախորդ հանդիպումը համաձայնեցվել էր մի քանի օր առաջ։ Ուշակովի խոսքով անհրաժեշտության դեպքում կարող է արագ կազմակերպվել նաև նոր գագաթնաժողով։ Ամեն ինչ հնարավոր է, մենք Անկորիջի վերաբերյալ համաձայնության եկանք բառացիորեն 3 կամ 4 օրվա ընթացքում։ Այսպիսով սկզբունքորեն ամեն ինչ հնարավոր է, բայց մինչ այժմ այս հարցի վերաբերյալ որևէ ազդանշան չի եղել։ Մենք որևէ մեկը չենք տեսել, ընդգծել է Ուշակովը։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել իր թելեգրամյան ալիքում Գրոզնիում բարձրահարկ շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Տեսանյութում նա կոչ է արել Ուկրաինայի ժողովրդին հանդես գալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին։ Նրանք ձեզ մեկ առ մեկ պատառոտում են, բոլորը դուրս եկեք եւ ասեք ձեր կարծիքը։ Ձեր երեխաներին սպանում են, ոչնչացնում։ Ուրեմն դուրս եկեք եւ ասեք ձեր կարծիքը, նշել է Կադիրովը իր ելույթում։
Ռուսաստանը եւ Հնդկաստանը սկսում են համագործակցություն անօդաչու տրանսպորտի եւ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի ոլորտում, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի եւ անօդաչու տրանսպորտի զարգացումը դառնում է համագործակցության նոր ոլորտ, ասվում է հայտարարության մեջ։ Երկրները նաեւ քննարկում են Ռուսաստանի ազգային թվային տրանսպորտային եւ լոգիստիկ հարթակը Հնդկաստանի միասնական լոգիստիկ ինտերֆեյսի հարթակի հետ ինտեգրելու հնարավորությունը։ Սա ի վերջո հնարավորություն կտա միջսահմանային էլեկտրոնային փոխազդեցություն ապահովել տրանսպորտում, հայտարարել է Ռուսաստանի նախարարությունը։ Բազմաթիվ քաղաքացիներ այսօր երեկոյան 20:00-ի սահմաններում պատրաստվում են Զվարթնոց օդանավակայանում դիմավորել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որը հովապետական այցով գտնվում է Մարսելում եւ այդ ժամին վերադառնալու է Հայաստան։ Ըստ տեղեկությունների կա մտավախություն, որ վեհափառին իշխանությունները կարող են կալանավորել Երևան վերադառնալուն պես, որպեսզի կանխեն նրա մասնակցությունը դեկտեմբերի 10-ից 12-ին եպիսկոպոսած ժողովին։ Մայրաթորի դիվանապետ արշակարքեպիսկոպոս Խաչատրյանը կալանքի որոշումից հետո տեղափոխվել է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Արշակ Սրբազանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին 2 ամիս ժամկետով։ Կալանքի որոշումը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ից 10-ը պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում։ Բերլինում հանդիպումների օրակարգի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Եթե որևէ մեկը 7 վերք եկեղեցում պատարակ մատուցի, կնշանակի առաջնորդանիստը բռնազավթված է։ Այս մասին տարածած հայտարարության մեջ նշել են Շիրակի թեմի հոգևորականները։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Հիմա եւ միշտ մեր կոչումին վայելանշեղորեն կանոնական սուրբ պատարակ ենք մատուցելու եւ մեր հավատարմությամբ Արմիածնա Էջ Սուրբ Էջմիածին եւ նրա օրինավոր գահակալ Գարեգին Բ սրբազնագույն կաթողիկոս հիշատակելու ենք մեր հայրապետի եւ թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի անունները։ Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում եւ մասնավորապես Սուրբ 7 վերք եկեղեցում պատարակ մատուցի, կնշանակի առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը եւ կրոնական ծեսի Սուրբ պատարակի իրավասու հոգևորականի կողմից մատուցումը, խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը։ 7 վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա կհաղթահարի պատվով, նշել են Շիրակի թեմի հոգևորականները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանում հավաստագիր ստանալու նպատակով լրացվող դիմում հայտարարության մեջ ընտանիքի պարտադիր կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այս մասին հայտնել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Ներկայում ընտանիքի պարտադիր կազմում այլևս չեն դիտարկվի ընտանիքի այն անդամները, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, բայց դիմում հայտարարությունը լրացնելիս լրացել է նրանց 18 տարին։ Ըստ այդմ նրանք այլևս կարող են դիտարկվել որպես առանձին ընտանիք կամ առանձին ընտանիքի անդամ։ Պարտադիր չլինելու պայմանը տարածվում է նաև ընտանիքի այն անդամի վրա, ով դատարանի վճռով համարվում է անհայտ բացակայող։ Բելգիայի վարչապետ Բարդ Դևևերը հայտարարել է 3 հիմնական պայման, առանց որոնց Բելգիան չի քննարկի սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը Ուկրաինայի ֆինանսավորման համար։ Վարչապետի խոսքով առաջին պայմանը ռիսկերի արդար բաշխումն է։ Բելգիան չի պատրաստվում միայնակ կրել նման ֆինանսական մեխանիզմի հնարավոր հետևանքները։ Երկրորդ պայմանը վերաբերում է ֆինանսական պաշտպանվածությանը։ Դևևերը նշել է, որ Euroclear-ը պետք է ունենա բավարար միջոցներ անորոշ իրավիճակներում կայունության համար։ Երրորդը ծախսերի արդար բաշխումն է, ընդգծելով, որ Եվրամիության բոլոր այն երկրները, որոնք պահում են ռուսական ակտիվներ, պետք է մասնակցեն գործընթացին։ Բելգիայի խորհրդարանը բարձր գնահատանքով է ընդունել վարչապետի դիրքորոշումը։ Նրա ելույթի ավարտից հետո պատգամավորները երկարատև ծափողջություններով հաստատել են իրենց աջակցությունը ռուսական ակտիվները Եվրահանձնաժողովին փոխանցելու գաղափարից հրաժարվելու վերաբերյալ։ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունության վերականգնումը համարում է եվրոպական մայրցամաքում իր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Մեր քաղաքականության առաջնահերթությունը Եվրոպայում պետք է լինի Եվրոպայում կայունության եւ Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերականգնումը, նշվում է փաստաթղթում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Նյու Դելին աջակցում է կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում։ Մոդին ընդգծել է, որ Հնդկաստանը ողջունում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խաղաղ լուծում գտնելու բոլոր ջանքերը։ Մենք ողջունում ենք այս հարցի երկարաժամկետ լուծում գտնելու բոլոր նախաձեռնությունները, ասել է Պաշտոնյան։ Հնդկաստանի վարչապետը հավելել է, որ իր երկիրը միշտ պատրաստ է եղել օգնել այս ջանքերին, եւ մենք պատրաստ կլինենք շարունակել դա նաեւ ապագայում, վստահեցրել է Մոդին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Ուկրաինայում արագ խաղաղության հասնելու ձախողումը անվանել է իր պաշտոնավարման ընթացքում ունեցած գլխավոր հիասթափությունը, հաղորդում է NBC News-ը։ Տեսեք, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակը իմ կարծիքով ամբողջ Սպիտակ տան համար մշտական հիասթափության աղբյուր է, ասել է Վենսը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվայի եւ Կիևի միջև հակամարտությունը ամենահեշտը կլինի լուծել։ ԱՄՆ փոխնախագահը ընդգծել է, որ խելագար կհամարի նրանց, ովքեր ասում են, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելը ավելի հեշտ կլինի, քան Եվրոպայում։ Միացյալ Նահանգները համագործակցում է Եվրամիության անդամ պետությունների հետ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինայի ֆինանսավորման համար սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու ծրագիրը խոչընդոտելու համար, այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով ամերիկյան կողմը պնդում է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, այլ ոչ թե շարունակել մարտերը։ Վաշինգտոնը կարծում է, որ այդ միջոցները հետագայում կարող են օգտագործվել պատերազմից հետո ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայում դրումներ կատարելու համար։ Այսօր ամբողջովին պարզ չէ, թե արդյոք Եվրոպան 20 տարի հետո կունենա բանակ եւ տնտեսություն, եթե տարածաշրջանի ներկայիս քաղաքական եւ տնտեսական զարգացումը շարունակվի։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, մայրցամաքը 20 տարի կամ ավելի քիչ ժամանակ անց կդառնա անճանաչելի։ Այդ դեպքում ամբողջովին պարզ չէ, թե արդյոք առանձին եվրոպական պետությունները կունենան բանակ եւ տնտեսություն, ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները ձգտում է, որ եվրոպական երկրները վերականգնեն քաղաքակրթական վստահությունը եւ հրաժարվեն կարգավորումը խեղդելու անհաջող հետապնդումից։ Եվրամիությունը դիմել է բացահայտ ավազակության, փորձելով գողանալ Ռուսաստանի սառեցված ակտիվները։ Քաղաքական միավորումը գործում է որպես հանցավոր խմբավորում։ Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով Եվրամիությունը դարձել է ոչ միայն անօրինական կառույց, այլև ավազակախումբ, որը օրինականացնում է լիովին հանցավոր գաղափարներ ու որոշումները։ Ես կարծում եմ, որ սա աննախադեպ է, ուրիշ ինչպես են նրանք հրապարակավ քննարկում սա, փորձում գտնել ինչ-որ բան, որի հետ դա կկապեն, եւ իմանալով, որ դրա համար իրավական հիմք չկա, նրանք այլևս կոալիցիաներ չեն ստեղծում, այլ հանցավոր խմբավորումներ են կազմում, հայտարարել է Զախարովան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի երկամսյա կալանքի որոշումը կայացրած դատավոր Մասիս Մելքոնյանը հայտնի է որպես քաղաքական աղմկահարույց գործերով կալանքի որոշումներ կայացնող դատավոր։ Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի մասնագիտական խղճին քաղաքական ենթատեքստով բազմաթիվ կալանավորումներ կան։ Նրա որոշումներով են ժամանակին կալանավորվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, գեներալ Տիրան Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը Գարիկ Գալեյանը։ Նշենք, որ Մասիս Մելքոնյանը նախկինում եղել է Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ, ընդ որում 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է Հանրապետություն կուսակցության ցուցակով։ Այս իշխանությունները լինելով բոլոր աղետների պատասխանատուն հասարակությանն այս ձևով են ճնշում։ Այս մասին ասել է Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով Արշակ Սրբազանի կալանքի որոշման նիստի ժամանակ դատարանի դիմաց հավաքվածների թվում էր։ Ավազակները դիմացինին շտապում են ավազակ կարգել կամ հանցագործները դիմացինին հանցագործ կարգել, դրանով փորձել մեղմել իրենց հանցագործությունների չափը կամ իրենց մեղքի բաժինը։ Իրականում մենք այստեղ հողի վրա ապրում ենք ու շատ լավ տեսնում ենք ովքեր են իրական հանցագործները, որոնք տարբեր մեղքերի համար կարգում են մեղավորներ։
Օրինակ Արցախի հանձնման համար մեղավոր է Արցախի ժողովուրդը, հայ զինվորը, Արցախի ղեկավարությունը, Հայաստանում խնդիրների համար ներկա պատկերացնում եք մեղավոր են, ստացվում է, որ սրբազանները, հոգևորականները, բայց իրականում այս մարդիկ լինելով բոլոր աղետների, խոսքս իշխանությունների մասին է, միակ պատասխանատուն կարողանում են այսօր այո մեր հասարակությանը ճնշել այս ձևով ու մեղավորներ կարգել։ Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։ Այսօր դեկտեմբերի 5-ին ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը 67 կիլոգրամ, Արմեն Մաշակարյանը 67 կիլոգրամ եւ Արտուշ Հովհաննիսյանը 80 կիլոգրամ։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի 2021 թվականի բրոնզե մեդալակիր Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կմենա մարտի Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ։ Լիտվան կարող է արտակարգ դրություն հայտարարել հաջորդ շաբաթ Բելարուսից ենթադրաբար մաքսանենգ ճանապարհով ներմուծված եղանակային օդապարիկների պատճառով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ինգա Ռուգինիենեն։ Արտակարգ իրավիճակի իրավական շրջանակը եւ փաստաթղթերը ներկայումս մշակվում են։ Մասնագետները որոշել են, որ արտակարգ իրավիճակի ձևը օպտիմալ է այսօրվա համար, ընդգծել է վարչապետը։ Նոյեմբերին հաղորդվել էր, որ Լիտվան ցանկանում է մի քանի ամսվա ընթացքում ստեղծել լավագույն գիտնականների եւ ձեռնարկատերերի նախագիծ երկրի վրա հայտնվող եղանակային օդապարիկները ոչնչացնելու համար, ինչը Վիլնյուսը կապում է բելարուսական մաքսանենգության հետ։ Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները եւ Սլովենիան որոշել են հրաժարվել Եվրատեսիլ երկի մրցույթից Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր ասամբլեայի կողմից Իսրայելին մասնակցելու թույլտվություն տալու որոշումից հետո։ Եվրատեսիլ 2026-ը կանցկացվի առանց այս երկրների մասնակցության, որոնք նախկինում դեմ էին Իսրայելի մասնակցությանը Գազայի հատվածում ընթացող մարտերի պատճառով։ Այս երկրների հեռարձակողները նույնպես հրաժարվել են հեռարձակել մրցույթը։ 31 երկիր հաստատել է իր մասնակցությունը Եվրատեսիլին, սակայն Իսլանդիայի եւ Բելգիայի հեռարձակողները դեռևս որոշում չեն կայացրել, եւ այն երկրները, որոնք արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, կարող են հետ վերցնել իրենց որոշումը։ Զելենսկին առաջնորդվում է ոչ թե ժողովրդի, այլ ազգայնականների ներխմբի շահերով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը հայտարարել է, որ ռազմական գործողություններում Ռուսաստանը ձգտում է պաշտպանել իր շահերը։ Խոսքը հաղթանակի մասին չէ, ինչպես դուք ասացիք, այլ այն, որ Ռուսաստանը ձգտում է պաշտպանել իր շահերը եւ անպայման կանի դա, հայտարարել է նա։ Կա մի ընդհանուր կանոն, եւ դա իմ կանոնն է, հայտնի բոլորին։ Ես փորձում եմ անել այն, ինչը ոչ թե պարզապես անհրաժեշտ եմ համարում, այլ այն, ինչը ես իրավունք չունեմ չանել, անկախ ամեն ինչից, հավելել է Պուտինը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտնել է, որ Կրեմլում իրենց հանդիպման ժամանակ իր հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը եւ Փեսան Ջարեդ Քուշները տպավորություն են ստացել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու ցանկության մասին։ Ամերիկացի քաղաքական գործիչը նշել է, որ չի կարող կանխատեսել բանակցությունների արդյունքը։ Ինչ կստացվի այս հանդիպումից, ես չեմ կարող ասել, քանի որ տանկո ապրելու համար երկու մարդ է պետք, ասել է Թրամփը։ Հնդկաստանն ու Չինաստանը Ռուսաստանի ամենամոտ ընկերներն են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հնդկաստանն ու Չինաստանը մեր ամենամոտ ընկերներն են։ Մենք խորապես գնահատում ենք այդ հարաբերությունները, ընդգծել է նախագահը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջև էներգետիկ համագործակցությունը մնում է անփոփոխ, չնայած ներկայիս պայմաններին եւ քաղաքական տատանումներին։ Հնդկաստանի հետ մեր էներգետիկ համագործակցությունը ազդեցություն չի կրում ներկայիս պայմաններից, քաղաքական կարճատև տատանումներից կամ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, եզրափակել է Ռուսաստանի առաջնորդը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի ռեինտեգրացիան անհնար է եւ անիմաստ, եւ որ նման նպատակներ չկան։ Նա նշել է, որ որոշ երկրներ այսօր թույլ են տալիս սխալներ, որոնք նման են ԽՍՀՄ-ի կողմից անցյալում թույլ տրված սխալներին։ Խորհրդային միությունը գտնվում էր իր պատմության որոշակի փուլում, երբ նրա ղեկավարությունը եւ գուցե նույնիսկ հասարակ քաղաքացիները կարծում էին, որ այն այնքան մեծ է, որ ոչ մի պարագայում ոչինչ չի կարող պատահել նրան։ Եվ այս մեծության գաղափարը այն պահն է, երբ երկիրը սկսում է մեկ սխալը մյուսի հետևից թույլ տալ, մտածելով, որ ամեն ինչ լավ է։ Այո, մենք սխալներ ենք թույլ տվել այնտեղ եւ մեկ փոքր այստեղ, բայց մենք այնքան մեծ ենք, որ դա կանցնի, մենք կդիմանանք։
բայց սխալների քանակը ձնագնդի պես աճում է եւ դրանից գլուխ անելը գնալով դժվար է դառնում։ Ես նույն բանը տեսնում եմ այսօր որոշ այլ երկրների հետ, ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Արշակ Սրբազանին կալանավորելու որոշում է կայացրել Միքայել եւ Բագրատ Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը։ 3 ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Նրան մեղադրում են քրեականորեն սկրքի 393 հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 4-րդ կետերով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 4-րդ կետերով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում, հայտնել էին քննչական կոմիտեից։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է դեկտեմբերի 4-ին մտածածին ու անհիմն մեղադրանքներով Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի ձերբակալումը եւ նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Սույն գործողությունն արտահայտություն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների եւ շարունակությունը հոգեվորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի։ Բարձրաստիճան հոգեվորականներին շինծ ու մեղադրանքներով կալանավորել է իշխանության եկեղեցահալած քաղաքականության եւ եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսեւորումն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի եւ ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները եւ վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում կմասնակցեն Սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ տեղեկությունների պատարագը մատուցելու է Փաշինյանին միացած սրբազաններից մեկը։ Նորաոց Տեր Գառնիկին հրահանգված է այդ օրը պատարագ մատուցել ամենափրկիչ եկեղեցում, մինչդեռ ի սկզբանե նա պետք է պատարագ մատուցեր Յոթվերք եկեղեցում։ Իսկ ուժայիններին հրահանգվել է այդ օրը արգելել ողջ Շիրակի թեմի հոգևոր դասի մուտքը Յոթվերք։ Ինսուլտ, ինֆարկտ, թոքի քաղցկեղ, մահվան դեպքերի 40%-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Երևանի ավականու անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նրա խոսքով օդի աղտոտման պատճառը շինթույլտվությունները, ծառահատումները, մեքենաների քանակը եւ շենքերի տեղակայումն է ոչ թույլատրելի հատվածներում։ Ինչու մենք հասանք այս իրավիճակին, որովհետեւ տասնյակ տարիներ մենք խնդիրը լուծելու փոխարեն, ռիսկերը կառավարելու փոխարեն, ռիսկերը միայն ավելացնում ենք եւ հետո զարմանում ենք ինչով է պայմանավորված այն, որ մենք այսօր հասանք այս իրավիճակին, որ օրեր առաջ 1-ի ժամանակ Երևանում մենք ունեցանք կյանքի համար վտանգավոր օդի որակի ցուցանիշներ եւ հանրության լայն շերտերի մոտ արդեն սկսվեց մեծ ալիքը, որը ի վերջո քայլերթով մարդիկ եկան եւ իրենց ասելիքը ասեցին, որ ապահովեք մեզ խնդրում ենք շնչելու համար անվտանգ օդ, որովհետեւ եթե կարելի է ինչ-որ ընտրողաբար սնունդ փնտրել եւ օգտագործել այն ինչ-որ առողջարար է, ցավոք սրտի մենք այս Սուզանավում բոլորս միասին ենք եւ պետք է շնչենք այն օդը, որը Երևան քաղաքում կա։ Հնդկական India Today հեռուստաալիքը, որը վերջերս հարցազրույցի անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իր YouTube-ի So Sorry հարթակում հրապարակել է անիմացիոն տեսահոլովակ, ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կերպարները։ Մուլտֆիլմում երկու առաջնորդները մոտոցիկլով շրջում են նավթային հանքավայրերի շրջանում եւ երգում բարեկամությանը նվիրված երգ։ Մուլտֆիլմը նպատակ ունի պատկերավոր ընդգծել Մոսկվայի եւ Նյու Դելիի տնտեսական եւ քաղաքական կապերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը մասնակցել են Սպիտակ տան մոտ կայացած ազգային ծննդյան եղևնու ավանդական լուսավորման արարողությանը։ Fox News-ի հաղորդման միջոցառումը շարունակվում է արդեն ավելի քան 1 դար եւ համարվում է ամերիկյան Սուրբ Ծննդյան գլխավոր խորհրդանշական իրադարձություններից մեկը։ Ի ելույթում նախագահը շնորհավորել է ինչպես միջոցառմանը ներկա հյուրերին, այնպես էլ ամբողջ երկրին, մաղթելով ուրախ եւ խաղաղ Սուրբ Ծնունդ։ Ըստ հաղորդման, այս տարվա եղևնին Վիրջինիայի Ջորջ Վաշինգտոնի եւ Ջեֆերսոնի ազգային անտառներից է բերվել։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորաշվիլին ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նա ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում ելույթ ունենալով ասել է. Թբիլիսին աջակցում է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղությանը։ Բոջորաշվիլին հույս է հայտնել, որ Վաշինգտոնյան համաձայնագիրն ամուր հիմք կստեղծի Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության եւ զարգացման համար։ Չինաստանը հույս ունի հասնել Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցзինփինը, գրում է ՏԱՍՍ։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական իրավիճակը չափազանց անկայուն է։ Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Չինաստանը աջակցում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերին եւ հույս ունի, որ բոլոր կողմերը երկխոսության եւ բանակցությունների միջոցով կհասնեն արդար, երկարատև եւ պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, ասել է նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Չինացի առաջնորդը նշել է, որ Պեկինը կշարունակի կառուցողական դեր խաղալ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։ Սի Ցзինփինը նաև նշել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է հակամարտության համար մեղադրանքների փոխանցման կամ ծրպարտության ցանկացած արշավի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ BRICS-ի շրջանակներում միասնական արժույթ ստեղծելու նպատակ ներկայումս չկա։ Երբեք միշտ ապիր եւ այդ դեպքում մեծ սխալներ թույլ չես տա, ասել է նա։ Պուտինը որպես օրինակ բերել է Եվրամիությանը, նա նշել է, որ որոշ երկրներ ընդունել են միասնական արժութային համակարգ եվրո, երբ դեռ պատրաստ չէին։ Միաժամանակ Ռուսաստանի առաջնորդը կոչ արեց ավելի լայնորեն օգտագործել BRICS-ի նոր զարգացման բանկի հնարավորությունները։ Եթե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին առաջիկայում չհեռացնեն իշխանությունից, ապա Եվրոպան կոչնչացվի։ Նման նախազգուշացում է արել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Մալինենը։ Եթե մենք մոտ ժամանակներս չազատվենք ֆոն դեր Լեյենից, մեր մեծ մրցամաքից ոչինչ չի մնա։ Գուցե միայն Հունգարիան, հայտարարել է փորձագետը։ Եղանակը առաջիկա օրերին դեկտեմբերի 6-ին 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին 9-ի գիշերը 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով, դեկտեմբերի 5-ից 8-ը Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-ից 4 աստիճանով։